Բարի օր սիրելի բարեկամ, երբևէ զգացել եք, որ այս աշխարհում հաճախ հաղթում է անիրավությունը, արդար լինելը ոչ միշտ է ձեռնտու և ճշմարտությունը հաճախ արժեզրկվում է։ Այսօր Հիսուս հիշեցնում է մի պարզ ճշմարտություն, որ Աստված չի մոռանում ոչ մի արդար քայլ, նույնիսկ եթե աշխարհը և բոլոր մարդիկ դա չեն գնահատում։ Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի։ Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասեք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզեք տանիքների վրա։ Եվ մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում, այլ դուք հատկապես վախեցեք նրանցից, որ կարող է թե հոգին և թե մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։ Չէ՞ որ երկու ճնճղուկ մի լումայով է վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն իսկ առանց ձեր հոր գիտության գետնին չի ընկնում։ Իսկ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշված է։ Արդ, մի վախեցեք, որովհետև բազմաթիվ ճնճղուկներից ավելի արժեք ունեք։ Ամեն ոք, ով կխոստովանի մարդկանց առջև, ես էլ նրան կխոստովանեմ իմ հոր առջև, որ երկնքում է։ Իսկ ով ինձ կուրանա մարդկանց առջև, ես էլ նրան կուրանամ իմ հոր առջև, որ երկնքում է։ Սիրելիներ, այս հատվածի սիրտը այն է, որ Աստված չի դատում, չի տեսնում միայն արտաքինը, այլ Աստված տեսնում է մարդու սիրտը։ Մարդը կարող է երևալ արդար, բայց ներսից ունենալ մեծ մեղքեր, ցանկություններ և անիրավության զգացումներ։ Հիսուսն այսօր հրավիրում է մեզ ոչ միայն պահել օրենքը, այլև բարեփոխել մեր սիրտը, որտեղ որ ծնվում է և մեղքը, և սկիզբ է դրվում մեր փրկությունը։ Հանուն արդարության հալածվողներին Աստված հիշեցնում է, որ Աստված տեսնում է քո ընտրությունը, քո պայքարը, քո խոսքը և գնահատում է այն, նույնիսկ եթե աշխարհի համար այն ծիծաղելի է և դրա համար քեզ անտեսում է ու հալածում։ Երբեմն վերջին լուման վճարելը, այո, շատ թանկ է նստում, բայց հիշիր, որ Աստված գնահատում է այն զգացումը, որ դու ունես և պատրաստ ես այդ գինը վճարել, որովհետև ամեն սրբություն ի վերջո իր գինն ունի։ Այսօրվա պատգամը պարզ է, ամեն դեպքում մաքուր պահել սիրտը, մաքուր պահել, և եթե նույնիսկ աշխարհի աչքին այն ծիծաղելի է թվում։ Աստված տեսնում է սրտով արված քայլը, ոչ թե արտաքին գործողությունները, և սրա միջոցով է, որ բացում է դեպի երկինք տանող ճանապարհը։ Օրհնյալ օր քեզ։